Այն ինչ որ հիմա անում են, դուք ասացիք այդ մասին, օրինակ տեղական ինքնակառավարման համակարգը ոչնչացնում է, բոլոր ընդդիմադիր համայնքապետերին հեռացնում է, որպեսզի ինքը վերահսկի այդ ընդդիմադիր համայնքները եւ վարչական ռեսուրսներ գործադրի, իրեն այդ ամեն ինչ ընտրությունների համար է անհրաժեշտ, եթե իմպիչմենտի սցենարը չի աշխատում, հրաժարականի սցենարը մինչև այժմ չի աշխատում, ապա միակ տարբերակը քաղաքական, սահմանադրական միակ տարբերակը ընտրություններն են։ Մի հատ հարց տամ, եթե Նիկոլը չի կեղծելու ինչպես, նա եթե 0% է տա, նա 100% կարող է գրել, շատ 100% չի գրի, իրեն սահմանադրական այդ չափն է պետք, 60 թե քանի տոկոս։ Ինչ ուզի կգրի։ Եվ հաջորդ օրը, հենց այդ առավոտյան, այսինքն հաջորդ օրն է, չէ, առավոտյան հաշվարկից հետո, ինչ կեղծիք ուզում է անի, Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ մնացած պետությունների ղեկավարները շնորհավորելու են։ Դրանից հետո ինչ է կանելու։ Անցած անգամ տեսան Քոչարյանը երթվեց իր բարոյականությամբ, որ ինքը չի թողնի կեղծիքներ, ի տարբերություն մնացած բոլոր ընտրությունների այդ խեղկատակը, որը որ պայմանավորված հակաքաղաքակրթական հանցագործություն կազմակերպեց գնաց պայմանավորված ելքով ընտրությունների։ Շատ ճիշտ է, կար ասես բանը լինի։ Երթվել է, որ կեղծիք չպետք է լինի, իսկ միակ ընտրություններն են, որից հետո ոչ մի փողոցային պայքարի ձև չեղավ ոչ մի։ Գնացին մենակ սահմանական դատարան, թե 300,000 ձայն կեղծվել է, եւ այդ 300,000 ձայնից հետո, երբ որ Նիկոլի սահմանական դատարան ասեց, արի ինչ կեղծել, դուք ձեռեք եք առնում։ Հերան ասեցին, չէ, ոչ մի բան չի կեղծվել, ոչ թե 300,000 ձայն են տվել, այլ 600,000 ձայն են տվել, ժողովուրդը Նիկոլը ընտրել, այս 5 տարիա փողոցներով, քաշ տալով, ամիսներով հետևներից տասնյակ հազարավոր մարդ մանեկողներին, ասին ժողովուրդն է մեղավոր, որ ոչ մի բան չի լինի։ Միակ իրական իշխանությունը խորհրդարանն է։ Թող տանեն դիմացը, կանչեն այդ երկու այդ կալաբարան, թշնամական, օկուպացիոն խորհրդարանի երկու այդ մասի, անխափան մասին եւ ասեն ուր են ձեր դիմումները ֆրակցիաների անունից համերական կարգի տապալման եւ դավաճանության ԱԱՑ եւ դատախազություն ֆրակցիաների կողմից պահանջում եք դիմում ուղարկել եւ մանդատներդ վայրդրեք լուծարեք խորհրդարան դրանից հետո։ Հարգելի սահմանադրություն գոյություն չունի, սահմանադրությունը ոտնահարված է եւ բոլոր հնարավոր դիրքերով բռնաբարված է, ինչ սահմանադրության մասին է խոսում։ Չոտքի մատնասեց։ Այդ դեպքում ելքը ո՞րն է, պարոն Գրիգորյան։ Ես բազմիցս ելքը շեշտել եմ, ես բազմիցս դա ասել եմ, եւ մեր զինվորականները եւ մեր կամավորականները շատ այդ ելքը գիտեն։